Երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզանից քո խոսքիդ համար, որ հավիտյան ճշմարիտ է, որ հավիտյան ամփոփող է եւ մեր կյանքերի մեջ կյանք հա տալիս օրհնություն է բերում եւ մեզ նմանեցնում է քեզ Աստվածին։ Շնորհակալ եմ եւ խնդրում եմ օրհնես եւ օծես քո խոսքը, որ լինի շինություն քո եկեղեցուդ համար, օրհնություն քո ժողովրդի համար եւ քեզ լինի ողջ փառքերը ամեն։ Ամեն։ Նստեք սիրելիներ, ես գիտեք ինչի համար որոշեցի ես մասին քարոզեմ, նայեմ եմ մեր քույրերին, sense անպայման ուզում են մեզ ուրախացնել, էլի ասում են ուրախացեք ու գրված է Փիլիպպեցիների 4:4 խոսք, գրված այսպես ուրախ եղեք Տերումը ամեն ժամանակ դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Ասեմ որ այս թուղթը Պողոս Առաքյալը գրել է բանտից, որ մի քիչ պատկերացնեք այն ժամանակվա բանտերը մանավանդ Պողոսին համոզված են որ գցել են մի հատ այն ձևի տեղ որ իր համար շատ վատեղնի ու հավատացյալներն էլ ասենք պատկերացնում են որ նամակ են գրում Պողոս ջան աղբեր ջան մի ձևի դիմացի բան ինքն էլ իրանց էր նամակ ուղարկում ասում էր ուրախ եղեք ասինքն մարդը բանտից եկեղեցուն ասում է ժողովուրդ ջան ուրախ եղեք Հա, եւ այստեղ շատ կարեւոր բան, ասում եմ ուրախ եղեք Տերումը, ասեմ որ Տիրոջ մեջ է ուրախությունը։ Տիրոջ մեջ է, քույրիկս ես ուշադիր եմ, միշտ որ գալիս ես եկեղեցի ուշադիր եղի, ամեն ինչին։ Երկին խոսքին մեկը կբարևի ուշադիր եղի, Աստված միգուցե քո հետ կխոսա։ Եվ քույրիկս անպայման ուզում էր մեզ համոզել, ցույց տալ, որ ինչի համար ուրախ եղնենք, ու այս քարոզս վերնագրել եմ, լսել եք, որ ասենք մեկին ասում են, այ բարը ուրախացի հայկական քարոզ եմ ուզում տամ, ինչ ասեմ, ասում, ինչից վրա ուրախանամ, հա, ինչից վրա ուրախանամ, հիմա ուզեմ քեզ ասեմ, ինչներից վրա ուրախանանք, հա, ուրեմն, երբ պետք է վերջացնեմ, Արման աղբեր ջան, երբ ուզեմ, լավ, հա, չեմ չարաշահի ժամանակը, հիշում եմ Դեվիդ Վիլկերսոն անունով երևի լսել եք թուր և խաչ, հա, Կրեստինոր, այդ գրքի վերնագիրն է և իրա կոնֆերանսին է և իրա վկայությունն ասում է մի անգամ շատ տրամադրությունը շատ վատն էր փողոցում քայլում էի շատ տխուր ու ասում է մի հատ աղջիկ թմրամոլ ինձ ասում է գոռաց ու ասավ սեր ու այդքան վատ չի եղնում էլի ասում է ու ես ապշեցի թմրամոլը ինձ աստծո մարդուն Ասում եմ մարդ այդքան վատ չի եղնեմ, ինչ ես ունք է գիտած բանը սենց դարդոտված քայլում, հա, և հիմա մեր հայերեն, որ ասում ես ուրախ եղի, ես այսօր խոսում եմ քրիստոնյաների համար, հավատացյալների համար, հա, ու շատ եմ զարմանում, ասում ինչից վրա ուրախանա, այսօր ուզում եմ ասեմ ինչից վրա ուրախանաս, հետաքրքիր թեմա է, ժողովուրդ, հա, կամ որ ասում ես ուրախացի, ասում եմ խում շաշ չեմ, հա, Այսինքն լսեք ժողովուրդ ուրախանալ նորմալ բան է, ուրախանալ չի նշանակում ցնորված եղնել, ուրախանալ չի նշանակում անդարդ ես իմ ինչ եմ, ուրախանալ չի նշանակում խնդիր ես իմ չունեմ, աստվածային ուրախությունը լրիվ կապված է ուրիշ բաների հետ, աստվածային բաների հետ, եւ ուզում եմ մեզ մասին մի քիչ ձեզ հետ ուրեմն կիսվեմ, համար առաջի, Ղուկաս ավետարանի մեջ կարդամ, Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ 20 խոսք Ձեր հովիվը որ եկավ Սամարա ինչի համար եմ ես իրան միշտ հրավիրեմ մի բանի պատճառով ասեմ որ եկավ մեր կաֆեդրայի մոտ կանգնեց ասավ ժողովուրդ ջան ես չեմ եկել ձեզ սովորեցնեմ ես սիրում եմ որ Աստվածաշունչն է մեզ սովորացնում եւ հա եկեք Աստվածաշունչը մեզ սովորացնի ես էլ ես իրանից եմ սովորել հա Աստվածաշունչը մեզ սովորացնի տեսեք Հիսուսի մոտ եկան իր աշակերտները եւ ասին Հիսուս ասավ ահա իշխանություն տվի ձեզ կողել օձերին եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորության վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի եւ ասма սակայն նրա համար մի ուրախացեք որ ոգիները ձեզ հնազանդվում են բայց առավել ուրախացեք որ ձեր անունները գրված են երկնքում ինչից վրա ուրախան անունս երկնքում գրված է ինչից վրա ուրախանա որ մեկը ասում ինչի Անունս երկնքում, պատկերացնում ես երկնքում գիրք կա, այդ գիրքը կյանքի գիրք է, եւ այդ գրքում գրված է անուն ազգանուններ, ովքեր Տեր Հիսուսին ասում են դու իմ Տերն ես ու փրկիչն ես։ Սիրելիներ, հիմա
ու դա ոչ մի բանից կախված չի, որտեղ ես ապրում, երիտասարդ ես, թե ծեր ես, սիրուն ես, թե գեշն ես, հարուստ ես, թե աղքատ ես, միակ մի բանից է կախված, Տեր Հիսուս, ես խնդրում եմ, որ դու իմ Տերը եւ Փրկիչը լինես։ Եթե ինչ-որ մեկը այս աղոթքը չի արել, եկեք խնդրում եմ, երկու բառով իրար հետ ասենք, երկնավոր Հայր, շնորհակալ ենք քո որդի Հիսուսի համար, որ եկել այս աշխարհ, բոլոր մեղավորներին փրկելու, որոնցից մեկը ես եմ, եւ հիմա խնդրում եմ քեզ, դարձիր իմ Տերը եւ Փրկիչը, եւ իմ անունը գրիր կյանքի գրքի մեջ, ամեն, ժողովուրդ ջան, մեր անունը գրվում է կյանքի գրքի մեջ, այս մեր աղոթքից, եթե դու այս աղոթքը արեցիր կամ արել ես հավատքով, ուրեմն քո անունը գրված է կյանքի գրքի մեջ, ինչից վրա ուրախանամ, անունս գրված է կյանքի գրքի մեջ, երբ որ գանք երկինք եւ ներկա բացական են, արխային կանգնի հերթի մեջ, որովհետեւ եթե ասել ես Տեր Հիսուս իմ Տերն ես, պետք է ասի Մանուկյան Արման, ստեղ է Քոթանջան Վարդան, ստեղ եմ, մտածեմ, բա Սիլվան էլ իմ կինն է, առաջին իրան եմ վկայել, ասի Սիլվա ճիշտը գտել եմ, ինքը իրան որ լսեմ, ասպա, որ ինձ ասի ճիշտը գտել եմ, ասպա, ես ասի մարդս խելքը գցել է, այս հանցագործները թազա գողական ճիշտեր են որոշել վերջը, ու ես իրան ասի ճիշտը գտել եմ, կա դժոխք, կա դրախտ, ես որոշել եմ դրախտ գնամ, ուզում ես հետը սարի, արի, չես ուզում միկը, խի ասավ դու դրախտ գնաս, ես դժոխք, չի ասավ, քո հետ եմ, հիմա, գիտե որ իմ հետ պետք է ասի, Քոթանջան Վարդան, պլյուս Քոչարյան Սիլվա, ինչից վրա ուրախանամ, անունս կյանքի մեջ է գրված, կյանքի գրքի մեջ է գրված, Պրոբլեմ ունեմ լիքը, կարիքներ ունեմ շատ, խնդիր ունեմ, վաբշե, բայց դա ինչ կապ ունի նրա հետ, որ իմ անունը գրված է կյանքի գրքի մեջ, ամեն, ինչից վրա ուրախանամ, մյուսը, Եսայա մարգարեություն 61 գլուխ 10-րդ խոսք, ասում է, ես ուրախությամբ պիտի ուրախանամ Տերովը, Իմ անձը պիտի խնդա իմ Աստծով, լատես ինչքան ուրախության մասին խոսք է գրված։ Ես հիշում եմ, ես 15 տարի թմրամոլ եմ եղել, ժողովուրդ ջան։ Ասենք պլանը ծխում ենք ու շաշաշ ծիծաղը, դա ուրախություն չի։ Դա այդտեղ ուրախություն չկա, ընդհակառակը։ Հա, բայց այստեղ ես Ալելույա Եսայան ասում է, ես ուրախությամբ պիտի ուրախանամ Տերումը, իմ անձը պիտի խնդա իմ Աստծովը, որովհետև նա ինձ փրկության հանդերձներ հագցրեց, արդարության պատմությանը գցեց ինձ վրա, ինչպես մի փեսա, որ դնում է իր խոյը և մի հարսի պես, որ զարդարում է իր զարդերովը, ուրախությամբ պիտի ուրախանա, որովհետև իմ Աստված ինձ նոր հանդերձներ ա տվել, արդարության պատմության ա գցել, այսինքն ես Աստված ինձ արդարացրել ա, Ես որ ընկերս վկայեց, ասավ Վարդան Հիսուսը քեզ սիրում, ասի լսի ինձ ոչ մեկը չի սիրում, ասավ Հիսուսը քեզ սիրում, Հիսուսը քեզ պատրաստ ա ներելու, Հիսուսը պատրաստ ա քո բոլոր մեղքերը ջնջելու, ինքը քեզ արդարացրել ա, կնոջս հետ շատ ժամանակ նստում ենք, ասում Սիլվա, ով ենք մենք, եւ Աստված ինչ դարձրեց, ինքն ա մեզ դարձրել, արդարության պատմության ա գցել, սրբության հանդերձներ ա տվել, ժողովուրդ ջան, ով ա երազել սիրուն լավ շոր ունենա, բրենդվի, ես Ամերիկայից եմ եկել, որ գալիս ենք սենթենամ, ընդեղ սաղ բան եմ, բրենդվի, հիշում եմ եկել է Հայաստան, ուղղակ իմ հատ եղբորի հետ քայլում էի, մեկ ես են ցորավ, ասավ, այդ եմ կայել հակել ես, ասե եմ կան ինչ հա, հետո եմ ասել, որ Մայքլ Քորսա, բայց ես ուղղակ է խանութից ծարավ, որովհետև վրիս բանը, լավ նստեց, ասե եմ կան ինչ ասավ, բրենդա, հիմա երազել ենք բրենդը, լավ շոր, նորմալ է, որ երազել ենք լավ շոր հակնենք, երազել ենք թե չէ, հա, երազել ենք լավ ավտո ունենանք, հա, երազել ենք, չէ, հիմա այդ շորը, որ արել ես, ինչքան է ուրախությունը տևել, իմ տեղես ասում էր, պապա մի հատ ինամար կառնենք,
Եվ Աստված ողորմություն արավ Սալոնից ինամարկա եմ արել, արտասամանյան մեքենա եմ արել եւ շատ էր ուրախացել, ինքն էլ ջահել տղա քշում է, մի եկամից հետո գիտեք ինչ ասավ, ասավ ես այդ տասիկը չեմ քշի։ Հիմա ինչի համար եմ ուզում ասել, ինչը որ ժամանակավոր է, ժամանակավոր ուրախություն է տալիս, ժամանակավոր բանը ժամանակավոր է ուրախացնում, բայց Աստված մեզ հավիտենական ուրախություն է տվել, մեզ նոր հանդերձներ է տվել, մեզ արդարություն է տվել, ալելույա, ինչից վրա ուրախանա։ Ուրախանալու բան ունենք, թե չէ, ժողովուրդ ջան, ես ու դու ուրախանալու բան ունենք։ Մատթեոս ավետան 5-րդ գլխի 11-12 խոսքերի մեջ Տեր Հիսուս ասավ. ուրախացեք, որովհետև լավ, կարդամ։ Երանի ձեզ, երբ որ կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա իմ պատճառով, ուրախացեք եւ ցնծացեք, որ ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետեւ այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային։ Հիմա մենք հավատացյալ ենք դարել որոշ, լսեք, հավատացյալը այս աշխարհի համար կամ շաշա կամ էլ շատ սուրբ։ Եթե հավատացյալ դարել, ասում են խելքը գցելա, հավատացյալ դարավ, բայց որ սրբության հարց եղնեն, չէ, ասում են հավատացյալ է, խի ասուտ խոսը, չէ, այսինքն երկու բան կա աշխարհի համար, հավատացյալը կամ սուրբա, կամ էլ խելքը գցած։ Հիմա եթե հալածում են քեզ դրա համար, ասում են խելքը գցեցիր, դառար հավատացյալ, ես իմ եւ այլն, ինքը Տեր Հիսուսն ասել, ուրախացի, որովհետեւ վարձքդ շատ է։ Մի հատ հովիվ պատմում էր, ասում աղջիկս եկավ տուն, ասավ, պապա ինձ դպրոցում հալածում են, նեղացնում են, ասում են այ հավատացյալ, քեզ ասում ասեցի աղջիկ ջան, փառք Աստծո, ուրախացի, որ եթե հավատացյալի դիրք ունես, եթե այդ բան ունես եւ դու քեզ հավատացյալին վայել ես պահում եւ քեզ ասում են դու ուրիշ ես, դու տարօրինակ ես, ուրախացի, որովհետեւ վարձք ունես երկնքում, ինչից վրա ուրախանամ, ինչից վրա ուրախանամ։ Մի ուրիշ տեղ ուրեմն Հակոբոս առաքյալի թուղթ, Հակոբոս առաջի գլուխ 2-3 խոսքերը։ Բոլորովին ուրախություն համարեցեք, եղբայրներ եւ քույրեր իհարկե, երբ որ կերպ փորձությունների մեջ ընկնեք։ Ռուսերեն գիտեք ոնց է գրված, «Սվիլիկայու ռադոստյու принимать», այսինքն հենց որ փորձության մեջ ընկնես, ասես, «Արա էս ինչ լավ բան է եղա»։ Այս ինչ ուրախություն։ Պատկերացնում եք, այս ձևի է գրել Հակոբոսը։ Եվ ասա բոլորովին ուրախություններ համարեցեք, երբ որ կերպ փորձությունների մեջ եք ընկնում։ Ինչի համար, գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Հաճախ մեր կյանքի մեջ կարան եղնեն փորձություններ, սիրելիներ, եւ լինում են, ամեն թե չէ, լինում են փորձություններ, դժվարություններ եւ դրա մեջ մենք կարանք մի բան տեսնենք, ուրախանանք, որովհետեւ գիտես ժամանակը եղնեն, որ կարող է ես ու դու հիասթափվենք Քրիստոսից, կարող է իմ ու քո ձեռքերը թուլանան անհավատությունից, կարող է մենք ասենք դե լավ է, ես իմ Աստված եթե ինձ սիրում է թե չի սիրում եւ այլն, բայց այդ փորձությունները նրա համար է, որ մեր հավատքը փորձվի եւ ես ու դու իրավունք ունենք, երբ որ փորձություն ալնում ուրախանանք, որովհետև ասենք, Տեր ջան, շնորհակալ եմ, որովհետև ուզում ես տենաս, որ ես լավն եմ, կրասավճիկ եմ, տես, Հիսուս ջան, ես քեզ սիրում եմ, ինչքան ուզում եմ նեղեղն եմ, ինչքան ուզում եմ դժվար եղնի, ինչքան ուզում եմ կողքից նեղեն, ինչքան ուզում եմ թևերս թուլացած եղնեմ, միևնույնն է, դու ես իմ Տերը, ես քեզ սիրում եմ ու պաշտում եմ, դու իմ թագավորն ես, գիտեմ, որ սենց չի մնա, մի լավ որ ամեն ինչ կդզվի։ Ամեն։ Մեր հավատքը փորձվում է, ուրախ եղեք, սիրելիներս։ Մնացորդած, երկրորդ մնացորդած գրքից կարդամ 24-րդ գլուխ 10-րդ խոսք։ Գրված է, եւ բոլոր իշխանները եւ բոլոր ժողովուրդը ուրախացան։ Իսրայելի ժողովուրդը ուրախացան։ Մի հատ հատուկ sense, վասին այս ինչ լավ բան ա եղել։ Գիտեք ինչի համար ուրախացան։ Եվ բերում էին եւ գցում էին արկղի մեջ, մինչեւ որ լցվեց։ Այսինքն ուրախացան, որ զոհաբերություն են անելու։
Հենց եկեղեցը որ զոհաբերության մասին քարոզում են, ի՞նչ է մեր ռեակցիան, այլի փոխտվակեցին, էլի սկսի։ Մի հատ հովիվ կար, հիշում եմ, որ իր մասին խոսացել են, բամբասել են եւ սենց հարավ, ասում է, մեզ ասում եք փող եք հավաքը։ Ասում է, հո շիշ չենք հավաքելու։ Մենք փող պետք է հավաքենք։ Հիմա այս ժողովուրդը ուրախացան, որ իրանք կարող են Աստուծո մեջ զոհաբերություն անել, ներդրում անել։ Արմա եղբոր, կարելի է պատմեմ այսօրվա պատմությունը, հա։ Ամերիկան պատմեցի շատ բան ընդունեցին։ Ուրեմն լավ դրամի վրա պատմեմ, հա որ դրամը գալիս է Աստծո առաջ դատաստանի 1000 դրամանուց են ասում գնացիր երկինք 5000-ն ասում գնացիր դրախտ 20000-ն 50000-ն ասում դու գնում եք դժոխք սրանք զարմանում ասում են մենք էլ ենք դրամ էլի խես դժոխք ուղարկում ասում վերջի անգամ եփես եկեղեցը մեղել Կորինթացիների մեջ գրված է ուրախ տվողին Աստված սիրում է այսինքն մեր տալը մեր զոհաբերությունը ոչ միայն պետքա լինի ասենք մեր ունեցածից եւ այլն առատորեն նաեւ ուրախ այս ժողովուրդը ասում է ուրախացան ու գիտես ինչ ասում է այնքան լցրեցին միջև արկղը լցվի հիմա ձեր մոտ ոնց է արկղա տոպրակա չգիտեմ ինչա բայց պատկերացրեք այդ տոպրակը ֆռած կամ արկղը դրած է գալիս տերում են իա չկա կիսա տալացվել ասում են ժողովուրդ ջան եկեք մի կռուգել ֆռանք այնքան անենք որ լցվի ու դա անում էին ուրախությունով ինչից վրա ուրախանան որովհետև ես կարող եմ Աստծո թագավորության մեջ Աստծո թագավորության մեջ իմ կյանքը դնեմ, իմ դրամը դնեմ, որի համար ես աշխատել եմ, որով ես ապրում եմ, ասեմ, Տեր ջան, ես քեզ համար, քո փառքիդ համար։ Մի հատ ընկեր ունեմ ասում էր 10-րդս պիտի տամ Տիրոջը, մնացած 90%-ը ծախսեմ Տիրոջ փառքի համար։ Ինչից վրա ուրախանան։ Հարուր 26 Սաղմոս Եթե ինչ-որ մեկի համար քարոզում եմ թող ասի ամեն Շարունակեմ ուրեմն գրված է Տերը մեծ բաներ արավ մեզ վրա Այստեղ մարդ կա ում կյանքի մեջ Աստված մեծ բաներ արել Հա Ինչ է ամեն օր կարանք իր փառքի մասին պատմենք Իրոք արել է ժողովուրդ, հա, ասում Տերը մեծ բաներ արավ մեզ վրա, մենք ուրախացանք, ինչից վրա ուրախանա, որը ինչ էլ որ ուզում է եղնի, մի հատ հիշի, խնդրում եմ, ինչ է արել Տերը քեզ համար, քո կյանքի մեջ, էլ եմ ասում, մենք որ ուրախ ենք, դա չի նշանակում, որ մենք ցնդած ենք, Վանաձորի հովիվը Ռաֆայել Գրիգորյանը ինձ կողմից շատ հարգված սիրված անձնություն ասում է, որ ինձ ներկայացնում ասում է, իմ իմացած հովիվների ամենաուրախը Վարդան եղբայրն է։ Ես չգիտեմ, ասենք, ինձանից ուրախ տեսել է, թե չի տեսել կամ ես ինչքանով եմ ուրախ թե չէ, բայց ինքը այդ ձև է իմ մասին խոսում։ Հա մի քանի տարի առաջ Վոլգոգրադ քաղաքով անցնելու էինք եւ այդտեղի հովիվը, որին չէի ճանաչում ես, ինձ հրավիրեց իրանց տուն, ասավ արի գիշերես, և ու ասավ իրի գունել պաշտամունք կա, տնային պաշտամունք ասավ կմասնակցես, ասի սիրով, դե բա տանը հո չենք նստելու, ու գնացինք սեփական տուներ, երևի մի 35-40 հոգի մարդ էր հավաքվել, հիմնականում տղամարդիկ էին Ու հենց մեքենայից իջա, բոլորը ինձ բարևում են, ասում են, բարև Վարդան եղբայր, բարև Վարդան, ոնց որ սաղ ինձ ճանաչում են, բայց ես ոչ մեկի չէի ճանաչում։ Վերջը մի հոգի մոտիկացավ, ասավ Վարդան եղբայր, իրանց բոլորին ես եմ քո մասին պատմել։ Ասի ինչ ես պատմել։ Ու այդ մարդը պատմեց այն ինչ որ ես հիմա ձեզ եմ ուզում պատմեմ։ Տարիներ առաջ ես Վանաձոր քաղաքում քարոզում էի Այդ օրը պետք է քարոզեի եւ այդ երիտասարդը հիմա կարող է եղնի մի 40-45 տարեկան, որը պատկերացնեք։ Այն ժամանակ երևի 35 տարեկան էր այդ
որոշել էր ինքնասպան եղնի, որովհետև իր ոտքերը թուլացել էր, այսինքն ոտքերը թուլացել էր ու ինքը չէր կարող ոչ մի բան անի, բժիշկները չէին կարող ոչ մի բան անի, ու իր հարազատները գիտեին, որ ինքը ուզում է ինքնասպան եղնի, իրեն ասում են, լսի, արի այսօր գնանք եկեղեցի, ես իմ գնանք մի հատ եկեղեցի, դրանից հետո եթե պետք է մեռնես, որոշել ես մեռնես, ախպեր մեռի, բայց այսօր գոնե գնա եկեղեցի։ Ու ինքը որ գալիս է եկեղեցի, այդ օրը ես եմ քարոզում, վերջը մել երգում եմ, վերջը ուրախություն, ասես քեֆ, վերջը ասում փարքինգ տալիս, ասում այս մարդը ինչ ուրախ մարդ է, յա, նույնիսկ կարելի է սենց ուրախ եղնել, իրեն ասում են լսի, այս մարդը 15 տարեկան տղա է դրել գերեզման։ Այս մարդը ընչերով ահավոր բաներով անցել։ Յոսմո, որ այդքան բանից հետո ինքը սենց կարա տիրոջ մեջ ուրախանա, այս ոտից ցավ ինչա, որ ես սրախաթեր չուրախանամ, այդ րոպեին Աստված իրան բժշկել է։ Քո ուրախությունը մյուսի համար, սքավորի համար բժշկություն կարա բերի, քաղցրս։ Եվ այդ ուրախությունը մենք ունենք Աստծո մեջ, Աստված մեզ հիմքեր է տվել, որ դրա հիման վրա անկախ նրանից ինչով ես դու անցնում, մենք բան ունենք ուրախանալու, էլ չասես խնդրում եմ, ինչից վրա ուրախանամ, այնքան բաներ ունենք ուրախանալու, Տիրոջ մեջ միլիոնավոր բաներ կա, որոնք մենք կարանք ուրախանանք, ուրախանում ենք, ցնդած չենք, անջիգար չենք, անսիրտ չենք, անդարդուցավ չենք, բայց Տիրոջն ենք, Տիրոջ մեջ ենք, Տիրոջով ենք ու իրան լինի ողջ Փառքերը, ամեն, ուրախ եմ, որքան ուրախ եմ, հիշելով այս մեծ հույսը ցնծում եմ, ուրախ եղեք, լավ, մի տեղ էլ կարդամ ու աղոթենք, ինձ 20 րոպե էր ասել Արմա եղբայր, Ամբակում 3-րդ գլուխ, ես որ ասել երբ եմ ասել, ուրեմն հիշեցի Միացյալ Նահանգները գնացել, Ղուկաս եղբայրը մոտ հրավիրեց, դե իրան շուտվանից ճանաչում եմ, ու մի բան գիտեմ, որ ասենք եթե ինքը դե շատ ժամանակ այստեղ կոնֆերանսներին թարգմանում էր եւ որ օծված էր եղնում պաշտամունք սենց անում, սենց բաներ ուներ, հա, ինձ ասավ մեր մոտ կծառայես, ասի կծառայեմ Ղուկաս եղբայր, ասավ 20 րոպե ծառայել չքարոզես, որովհետև ես ճամփորդելու եմ, պետք է եկեղեցին բան անեմ, հա, ասի եղավ Ղուկաս եղբայր, ասի կանամ չքարոզեմ, ուղղակի եկել եմ, չի ասավ կքարոզես 20 րոպե, հա, հենց սկսեցի քարոզելը, ինքը թարգմանում էր պարսկերեն, սենց արավ, ու ասի սիրելի եղբայրներ քույրեր ինձ Ղուկաս եղբայրը ասել է 20 րոպե քարոզես, սենց արավ, ես այդպիսի բան չեմ ասել քեզ Հիշեցի Ղուկաս ավետարան չէ, Ամբակում Ամբակում 3-րդ գլուխ 17 խոսք Թեև թզենին չծաղկի և որդերի վրա բերք չլինի Ձիթենու արդյունքը ստի և արտերը կերակուր չտան կտրվի ոչխարը փարախից եւ արջար չլինի գոմերում տենում եք ինչքան մինուսներ կան սաղ դարդուցավա սաղ պրոբլեմա սաղ տոկոսներա սաղ խնդիրներա սաղ բան թեկե չլինի սակայն ես Տիրով պիտի ցնծամ իմ փրկության Աստծովը ուրախանամ ինչ էլ ուզում եղնի Տեր ունենք նա մեզ ուրախության հիմքեր ա տվել իմ Տիրոջով պիտի ուրախանամ Ցնդած եմ չէ, դարդ ունեմ, ցավ ունեմ, խնդիր ունեմ, դա ինչ կապ ունի այն ուրախության հետ, որը Աստված ինձ տվել է իր մեջ եւ դրանով ինձ հաղթություն ա տվել, բժշկություն ա տվել, ինձ օրհնել է եւ փառավորվել է հավիտյան։ Ինչից վրա ուրախանամ։ Ում համար քարոզեցի, հա, փառք Տիրոջը։ Կարանք աղոթենք իրար հետ։ Սիրելի, ես խնդրում եմ քեզ, եթե չգիտեմ, ես ուրիշ բան եմ ուզում քարոզեմ այսօր։ Ուրիշ բան, բայց միգուցե սրա կարիքը կար, որ այսօր խնդրում եմ քեզ, քո սիրտը նայ, եթե սիրտը տխուր է, եթե նայում ես ինչ-որ խնդիրներ կա, անլուծելի բաներ կա, մենք Իրանն ենք, ինքն էլ մեր Աստվածն է, ինքը իր
այսօր հովիվը գառնուկ եւ հովիվ ինքը մեր բարի հովիվն է եւ ասելա ոչ մի բանի կարիք չես ունենա մահվան շուքի ծորով էլ անցնես ես քո հետ եմ քո թշնամիների աշկերի առաջ քո առաջ հենց սեղան գցեն որ նայեն լոզերը թափի արասեն sense ոնց կլի այո մենք Տեր ունենք Աստված ունենք իր անունը օրհնյալ եղնի եւ իրանով պիտի միշտ ուրախանանք անկախ ամեն բանից սքի ոգին քանդված է Հիսուսի անունով անորոշության անելանելիության ոգին քանդված է Հիսուսի անունով որովհետեւ մենք Տեր ունենք մեր Աստված ունենք մեր անունը գրել է կյանքի գրքի մեջ ամեն ժամանակ մեզ հետ է Եթե մենք էլ իրան թողանք, ինքը մեզ չի թողա, որովհետև ինքը մեր բարի հովիվն է, մեր Տերն է եւ մեր Փրկիչն է։ Օրհնյալ եղնի իր փառավոր անունը։ Շնորհակալ ենք Երկնավոր Հայր, դու փառավոր ես եւ դժոխքը պարտված է։ Դու փառավոր ես եւ սքի ոգին պարտված է։ Դու փառավոր ես եւ անհույսությունը պարտված է Հիսուս Քրիստոսյանով, որովհետեւ մեր հույսը, մեր ապավենը դու ես, մեր կյանքի աղբյուրը դու ես, մեզ օրհնողը դու ես, մեր պահողը դու ես, մեր պատասխանը դու ես, մեր բարի հովիվը դու ես, մեզ առաջնորդողը դու ես, մեզ ներողը ողորմողը դու ես, մեզ արդարացնողը դու ես ու քեզ լինի ողջ փառքերը հավիտյան շնորհակալ ենք քեզանից Աստվածին որ սքի փոխարեն մեզ ուրախություն ես տվել անելանության փոխարեն մեզ կյանք ես տվել ճանապարհ ես տվել շնորհակալ ենք քեզանից քեզ ենք տալիս ողջ փառքերը այսօր աղոթում եմ ժողովրդիդ համար եթե մեկի սիրտը տրտմած է եթե մեկի թևերը թուլացած է եթե մեկը կոտրված է եթե մեկը անհույս է եթե մեկի հավատքը կոտրվել է եթե մեկը հայր մտածում է որ քո երեսը թեքել ես աղոթում եմ Սուրբ Հոգի ջան հպվես ամեն մեկին գա բժշկություն եւ քո երկնային ուրախությունը ամենքի սրտի մեջ թագավորի եւ քեզ միայն քեզ լինի ողջ փառքերը Հիսուս Քրիստոսի անունով ամեն